ողջությամբ մեր այսօրվա նյութը բիդելա աշխարհ ինչ ուտա եկեղեցի։ Այսօրվա մեր Աստծո խոսքի բնականն է Քորձքարակերոց 4-րդ գլուխ։ Եվ անոն ժողովրդին խոսեին քահանաները ու տաճարին իշխանը եւ սատուկեցիները անոնց վրա հասան։ Ներվելով, որ անոնց ժողովրդին գսորվեցնեն, Հիսուսի միջոցով ներելեն հարություն առնելը կքարոզեին։ Ցերպակալեցին եւ բանդը թրին զանոն մինչև հետևյալ օրը։ Վասնզի գիրկուն էր, բայց այն խոսքը լսողներեն շատերը հավատացին, անոնց թիվը 5000-ի հասավ։ Հետևյալ օրը մեկտեղ հավաքվեցան անոնց իշխանները եւ ծերերը ու տղիները Երուսաղեմի մեջ։ Նաեւ Աննա քահանայապետը եւ Կայիփան եւ Հովհաննեսը ու Ալեքսանդրիոս եւ այն ամենքը, որոնք քահանայապետին ցերեն էին։ Զանոն մեջտեղ գայնեցուցած կհարցնեին. «Ինչ զորությունով կամ ինչ անունով գրիք դուք այս բանը»։ Այն ադեն Պետրոս Սուրբ Հոգիով լեցված ըսավ անց. «Ով ժողովրդի իշխաններ եւ ծերեր, եթե մենք այսօր դգան մարդու եղած բարիքին համար կգտնվին, թե ինչ միջոցով անիկա բժշկվեցավ, հայտնի է լացել ամենու ու բոլոր Իսրայել ժողովրդին, որ նազովեցի Հիսուս Քրիստոսին անունովը, որ դուք խաչեցիք եւ որ Աստված տերերներն հարուցանեց, ահա անով ասիկա ձեր առջև բժշկված կեցել»։ Անիկա է այն կարը, որ շինողներն անարգվեցավ ամյունի գլուխը եղավ։ Ուրիշ մեկով բրգություն չի գա, վասնզի երկնքի տակ անգեզավ անունը չի գա, մարդոց մեջ տրված, որ կարող է լավ բրգվի։ Իսկ անոն Պետրոսին եւ Հովհաննեսին համարձակությանը նայելով եւ հասկանալով, որ դգետ ու առանց ուսման մարդիկ են, զարմացան եւ իմացան, որ անոն Հիսուսի հետ էին։ Այն բժշկված մարդը տեսնելով, որ անոնց հետ գայները չէին գնալ անոնց դեմ բանն խոսին, հրամայելով անոնց, որ արգանեն դուրս ելեն իրար խորհուրդ տուրին եւ ասին. «Ինչ ունենք այս մարդոց, վասնզի Երուսաղեմի բոլոր բնակիչներում հայտնի է, ասում ցերկով երևելի հրաշք եղավ, ու մենք չենք գնալ ուրանալ»։ Միայն թե ժողովրդի մեջ ավելի չտարածվելու համար սաստիկ սպառնալի կնենք անոնց, ավելի չտարածվելու համար։ Սաստիկ սպառնալի կրին անոնց, որ այն անունով անգամ մնալ չլա, որ մարդումը խոսի։ Զանոն կանչելով պատվիրեցին անոնց, որ ամենևին չխոսին եւ չսորվեցնեն Հիսուսի անունով։ Եվ այս հատվածի նշանավոր համար։ Բայց Պետրոս եւ Հովհաննես պատասխան տվին անոնց ու ուսին. «Աստուծո առջև ուղիղ է, որ Աստուծո ավելի ցեսի մտի գնենք, դուք թալեցեք։ Վասնզի մենք զայն որ տեսանք ու լսեցինք, չենք կրնար չխոսի։ Իսկ անոն օրեն սպառնալի կները հետո արձակեցին զանոն, քանի որ պատճառը չկդան, որ պատճեն զանոն եւ ժողովրդին պատճառը, քանզի ամենքն Աստված կփառավորեին եղած բանի համար։ Վասնզի այն մարդը 40 տարեկանեն ավելի է, որում վրա այս բժշկության հրաշքը կատարվեցավ։ Ղուկաս ավետարանի շատ հստակ, շատ դիպուկ, ամբողջ կերպով կներկայացնեն, որ երբ որ եկեղեցին գավ մարդուն բժշկություն շնորհեց Հիսուս Քրիստոսի անունով, անոնց դեմ սկսավ ընդդիմությունը եւ առաքյալները սկսան պաշտպանել, ոնց կարևոր բանը պիտի ասեցի ավետարանի ճշմարտությունը։ Հիսուս քարոզեց ապաշխարության մասին, Հիսուս ուսուցանեց քրիստոնեական կյանքի սկզբունքներու մասին, Հիսուս խոսեցավ իր երկրորդ քարոզության մասին, բայց Հովհաննու ավետարանի մեջ մենք կտեսնենք, որ Հիսուս կպաշտպաներ ավետարանի ճշմարտությունը։ Հիսուս կպաշտպաներ իր աստվածությունը, Աստուծո գործերը եւ խոսքը։ Հիմա մենք պիտի տեսնենք, որ առաքյալները ինչպես պաշտպանեցին ավետարանի ճշմարտությունը։ Որովհետեւ հետաքրքրված չէին գալին բժշկությունով, քան հետաքրքրված էին իրենց խմբակցությունով։ Սիրելիներ, կյանքի մեջ երեք
անուրանալի իրականություններ կան։ Ոչ ոք չի գրնար ուրանալ։ Առաջինը Աստուծո քոյությունը։ Աստված քոյ է։ Ապացույցը իր ստեղծագործությունը, հրյա ժողովրդին կյանքի մեջ իր գադարած մեծամեծ հրաշքները եւ ապա Աստուծո աշխարհ եկած մարդածած Աստվածը Հիսուս Քրիստոս իր կյանքով, իր ուսուցումով եւ իր գործերով։ Այսինքն արևի պես ակնհայտ է։ Երկրորդ իրականությունը կյանքի մեջ սիրելն է, որ դու եւ ես կյանքի մեջ ենք։ Մենք կյանք ունենք, մենք երկրի վրա ապրում ենք, բայց ետքը ինչ։ Կյանքը միայն այս է, թե կա ավելին, թե կա իրականությունը։ Կյանք ապա ետքը ինչ։ Աստված մեր կյանքը եւ երրորդ կարևոր իրականությունը կյանքի մեջ անուրանալի, անխուսափելի հարության իրականությունն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը մեծագույն փաստարկն է առաքյալներուն օրով, որ իրենք կհետևին Քրիստոսի կյանքին։ Քրիստոս ողջ է, իրենք մեռած մարդու չեն հետևիր։ Եվ Քրիստոս, որովհետև հարություն արած էր, իր իշխանությունը, իր զորությունը քոյ էր։ Օրինակ, եթե ոստիկանապետինը անունով ոստիկանն խոսի, ան խոսի իր ոստիկանապետին իշխանությունով։ Ամեն ինչ։ Բայց եթե ոստիկանապետը մահացած է, ինքը իր ոստիկանապետին իշխանությունով չի կարող խոսել կամ գործել։ Ինչու, որովհետև մահացած է։ Այլևս անիկա իշխանություն չունի։ Բայց որովհետև Հիսուս Քրիստոս հարություն արած է, Հիսուս Քրիստոս իշխանություն ունի։ Եվ այդ իշխանությունը կդրսևորվեր առաքյալներուն կյանքի մեջ։ Աստված կյանք հարություն։ Ով է Աստված, մեր ստեղծիչն է, ինչու մեզ ստեղծած է, որպեսզի իր հետ հաղորդակցենք։ Ով տեսած է Աստված, ոչ ոք։ Ինչպես կապացուցան ենք։ Տեսեք սիրելիներ, մեկ ճշմարտություններ կան, որոնք կրնանք ապացուցանել կյանքի շատ բարձ օրինակներով։ Անշուշտ եթե թեմինը ուզե հավատալ։ Մենք մեր մարմինի մեջ ունենք ներքին օրգաններ, մեր թոքը, սիրտը, երեգամունքը եւ այլն։ Երբ կյանքի մեջ կար ժամանակը, որ մեր ներքին օրգանները մենք չէին կարող տեսնել, նույնիսկ բժիշկներ, բայց ժամանակի ընթացքին գիտությունը զարգացավ եւ արի փարի բդուխ գիտության մենք սկսանք տեսնել եւ ճանաչել մեր ներքին օրգանները։ Համաձայն եք, դիգինը գհղանա արդեն մի քանի ամիս չանցած, հալի ասեք տեսնել։ Տղա է աղջիկ է։ Գիտությունը քեզին ցույց կտա։ Բայց ժամանակը առաջ անգարելի է, 9 ամիս անպայման պետք էր սպասվեր։ Ինչու այս օրինակը կտա։ Բողոս առաքյալը երբ ժամանակը լեցվեցավ, Աստված ըրգեց իր միածին որդին։ Քորս առաքելոցի մեջ պիտի հանդիպինք, անշուշտ ոչ կարող են, կսե արդ Աստված դգիտության ադենները անդես ընելով, հիմա բոլոր մարդոց կպատվիրե, որ անուն ապաշխար են, գար դգիտության ժամանակ խավար օրեր։ Բայց երբ որ ժամանակը լեցվեցավ եւ Աստված իր միածին որդին ըրգեց, մենք Հիսուս Քրիստոսով ջանցանք Աստուծո էությունը եւ պատկերը։ Ինչպես ժամանակը մենք չէինք ճանչնալ ներքին օրգանները, բայց հիմա արի գիտության բդուղը կրնանք ճանչնալ, տեսնել ինչ վիճակի է, նույնպես Աստված գիտության ադենները անդեսնելով ղրգեց իր միածին որդին եւ մենք Հիսուս Քրիստոսի միջոցով սկսանք ճանչնալ
Աստուծո էությունը, այսինքն մարդուն հոգևոր գիտությունը Հիսուս Քրիստոսով փյուրեղացավ, հստակացավ։ Մարդուն կյանքը, ինչ է կյանքը, կյանքը սիրելիներ մեր քոյությունն է, որպեսզի կարողանաս ճանչնալ Աստված եւ կարողանաս ճանչնալ մարդուն կյանքը, թե ինչ է անիգա, մենք կարիք ունենք ճանչնալու Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի անձին միջոցով է, որ մենք կճանչնանք Աստված եւ մենք կճանչնանք մեր անձերը։ Հետամուտ ելիր Հիսուս Քրիստոսի ճանաչության։ Բողոս Արաքյալի կյանքի նպատակը այս եղավ, ճանչնալ Զանիգա։ Օրենքի մասնակետ էր, հին ուխտը անկիր գիտեր, Աստուծո նախանձախնդրությունը ուներ, օրվա փիլիսոփան էր, օրվա երկու քաղաքացիություն ուներ, օրվա գրթյան գրթություն ունեցող մեծ անձնավորություն էր։ Ամեն ինչով բարձր դիրքի վրա էր, վերնախավին պատկան էր, գիտությունով, ուսումով, քաղաքացիությունով, բայց երբ որ Քրիստոսին հանդիպեցավ, ամեն բան վնաս սկսել է, ամեն բան ալդերություն գսել եմ, որպեսզի Զանիգա ճանչնամ։ Այսինքն սիրելիներ մեր Քրիստոսա ճանաչությունը մեկ գիշերվա մեջ չի իրականանալ։ Անիգա մեր կյանքի ընթացքն է, որքան կմոտենան, այնքան ավելիով Քրիստոսի էությունը կճանչնանք։ Եվ փառք ու դանք Աստուծո, որ Տերը մեզի շնորհ կտավ այսօրերում, իր որդիով այցելեց, Հիսուս Քրիստոս մեզ ընտրեց, կանչեց իրեն աշակերտ դրավ, որպեսզի մենք ճանչնանք կենդանի Հիսուս Քրիստոսը։ Եվ Հիսուս Քրիստոսով է, որ մենք կկարողանանք ճանչնալ Աստված։ Մենք կկարողանանք ճանչնալ Քրիստոսը սիրելիներ իր հարությամբ։ Ասեմ ձեզի, եթե ուշադրությամբ փորձ Արաքելոցը գարտակ, Արաքյալներում քարոզը մեկ նիտ ուներ, Հիսուս հարություն արած է, և այս նույնը ամբողջ աշխարհին գցնցեր, Հիսուս թագավոր հարություն արած է, Հիսուս վարդապետ հարություն արած է, Հիսուս հրաշագործ հարություն արած է, և այդ մեկը գտրսևորվեր Արաքյալներում միջոցով, և քրիստոնեությունը սկսավ թերանալ նահանջել իր քրիստոնեության մեջ, հարության զորությունը սկսավ նահանջել։ Կարծեք թե տարվա մեջ կա մեկ օր, որ կգոչվի հարություն և մարդիկ այդ օրը արձակուրդ են։ Ոչ թե կհիշատակեն հարությունը, այլ իրենց համար թաթարի օր մի եղավ։ Գիտեք սրա պատճառը ինչ է, մենք հավատացյալներս ենք։ Օրը շատ ասպես խորունկ ռուս քահանային հարցակնության կանչած են։ Ինչ ես կարողում, ինչ ես խոսում, և ինքը միականի մի աչքի բույր այսպես կեցել լսել է։ Ռուսերենով դուք ավելի լավ գիտեք, նա հայրյա։ Մարդիկ այսպես կանգ արած են։ Մարդու երկու խոսքով ասել է, ես հավատում եմ հարության կյանքին, հարության Հիսուսին։ Սիրելիներ Քրիստոսի հարությունը դրսևորվելու է մեր կյանքերով և մեր վկայություններով։ Հարությունը սիրելիներ մեծագույն ապացույցն է, որ մարդ արարածին սահմանված է հավիտենական կյանք։ Մահով չէ, որ ամեն ինչ պիտի վերջանա։ Ադի մարմինն է, բայց ոչ հոգին։ Եվ այսօր մենք պիտի նայենք, թե աշխարհը ինչ տվավ Քրիստոսի եկեղեցին։ Անցյալ պատկանի մեջ մենք տեսանք, թե Քրիստոսի եկեղեցու առաքյալները ինչ տվին խեղճ մարդկության։ Առաքյալները Քրիստոսի անունով իր ծնեգալ մարդու նոր ոտքեր, նոր կյանք և նոր հայտնություն տվին։ Բարձրապես ֆիզիկական բժշկությունը չէ, որ դերի ունեցավ, այլ ավելի ինքը նոր կյանք ունեցավ։ Այդ նոր կյանքը Քրիստոսի անվան զորությամբ էր,
որ գերբարանափոխեց գավի կյանքը։ Ինչպես ունեցավ Քրիստոսի անունով և իշխանությունով։ Այդ մարդը գալ էր, հիմա բժշկված է հրաշալի զորությամբ, դաջարեն դուրսն էր, հիմա դաջարի մեջ ասված կփարավոր է։ Հիսուսի անունը չէր ջանցած, հիմա Հիսուսին ճանաչում է որպես Տեր և Փրկիչ։ Հիվանդությունը վերջացավ, մուրացկանությունը վերջացավ, մարդկային ակնկալությունը վերջացավ և այս մարդու մեջ քոյացավ նոր կյանքը, որ այդ կյանքը Հիսուս է, Հիսուսի հետ և Հիսուսի համար ապրի։ Մեծ կերպարանափոխություն։ Տեսեք, այս հրաշքը Երուսալեմի ավականի ոտքի հանեց։ Այդ օրվա գրոնականները ավականի և փութացին տաճար, շուտ մը եկան, տեսնելու և հարցակնելու, գալը և առակյալները։ Հիմա բնականաբար և հրաշքը բադայի մարդկության շրջանագի մեջ հետաքրքրությունը գավելանա։ Բայց ինչպիսի հետաքրքրություն։ Հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը, որ այս մարդիկը եկած են հարցակնելու, ով եք, ինչպես եք, ինչու եղավ, ինչպես եղավ, և երեք թիրքի դեր խմբակներ մոտեցան առակյալները, փարիսեցիները, դաջարի իշխանները և սադուկեցիները։ Փարիսեցիները սիրել են կներկայացնեն կրոնական իշխանություն։ Այդ օրվա կրոնական իշխանություն, աս երեքին լավ ուշադիր եղեք։ Առաջին սյունը այսօրվա քարոզից աս երեքն է։ Դաջարի իշխանները կներկայացնեն հարուստ փարերարները։ Երբ որ մենք կգարտանք Աստծո խոսքի մեջ նոր գդագարանի մեջ դաջարի իշխանը եկավ, դաջարի իշխանները եկան, ասոնք այդ օրվա փարերարներն էին, որոնք կհոգային դաջարի և ժողովարանի նյութական գարիքները։ Մենք ոչ եկեղեցի ունենք, այս եկեղեցով հայատերման համար մենք նյութական ծախսեր ունենք։ Հավատացյալները կհոգան, հավատացյալները կնվիրեն։ Այդ օրին իշխաններ կան։ Մաքաղատ պիտի պատրաստվի, բարակույրներ պիտի քաշվի, քեդինը քորք պիտի բրվի, այդ օրվա փարիսեցիներուն կամ կրոնականներուն ռոջիկ պիտի դրվեր, աշխատավարձ պիտի դրվեր, իրենք կնեն, հարուստ փարերարները։ Փարիսեցիները կրոնական իշխանությունը, որոնք բռնած էին կրոնական ուսուցումը, դաջարի և ժողովարանի իշխանները, հարուստ փարերարները և սադուկեցիները, որոնց մասին քիչ կխոսվի։ Սադուկեցիները գիտության կհավատային։ Ինչ որ դու ցեր կբերես գիտությունով։ Ոյենեկման սիրելիներ այսօր գիտության հետ կապված է։ Եվ ասոնք սիրելիներ կրոնականներ էին, բայց քաղաքական սկզբով։ Այսինքն կրոնական էին, բայց միաժամանակ կպատկանեին խմբակցություններում, գուսակցություններում։ Չեմ գիտեր, եթե լսած եք, ուսամին արտաքին աշխարհի ունգընտիրներս, որ քիչ այդ YouTube-ով պիտի դիտեն, ինձ ճիշտ կհասկանան, ինձ սխալ չեն հասկանար, բայց ես շատ տեսած եմ, քահանա, որ բարձրակով գսե, ես թաշնացական։ Ասիկա մենք ներվաշկի վրա շատ տեսակ, կրոնական գուսակցական։ Ոչ թե ներապրանք, բայց իրենք կներկայացնեն, որ մենք կծառայենք մեր ազգին եկեղեցիով, մեր ազգին։ Եվ մենք կծառայենք մեր ազգին քաղաքով, մեր համոզված քաղաքով։
ասիկա կներկայացնեմ սիրեն, որտեղ իրականություն է, բայց բարձրապես կփորձեմ ներկայացնել սատուգեցիները ովքեր են, ինչեր են։ Եթե քիչ ավելի ուզեղ խորանալ արևմուտքի աշխարհի մեջ կտեսնես գրոնական եւ մասոնական։ Եվ սկսել են իմը բացա այդ խոսի եւ արաբական աշխարհի մեջ շատ կա։ Աս երեք եկան պարեսեցիները, դաջանի իշխանները, սատուգեցիները հարցակնելու որում առաքյալները։ Ինչ է իրենց հարցակնության թիրախը, տեսեք ինչս, ինչ իշխանության, ձեր իշխանություն ունգե է, և կամ ինչ անունով ըրիկ այս հրաշկը, ով գա ձեր ետև, ով է ձեր լիազորով, դուք այս հրաշկով որում կներկայացնեք, դուք այս հրաշկով որում անունով գխոսիք, որում անունով կգործեք, եկեք նայում, ով է ձեր քնուխը, աս հարցում է ինձի հալենում շատ հարցուցած է, ով եք դուք, ես պետք է պատասխան տայի։ Հրաշկը և հրաշկ ստացողը, հրաշկ վայելողը անմոռանալի իրականություն ուներ, որովհետև բոլորը կճանչնային, որ այս մարդը մեր հարևանն է, այս մարդը մենք ամեն շաբաթ օր դաջանի դրան առջև կտեսնենք, անունը գիտենք, ընտանիքը գիտենք, իրեն ալ կճանչնանք։ Ով է այս մարդը? Գալ։ Այս մարդը սովորական, բնական քանելու գարողություն է, զրկված է։ Հիմա քայլում է։ Հրաշքը և հրաշքը ստացողը ակնհայտ է։ Գիտեք, երբեմն հրաշքներ կվադայի կամ մարդիկ կներկայացնեն, որպես է քաղտնի։ Մեկը չի տեսավ, մեկը չի գիտեր, բայց հրաշք եղավ։ Այդպիսի բան չի գա այս դեպքի մեջ։ Հրաշքը և հրաշքը ստացողը անմոռանալի է, ականատես է։ Ինչ անունով ըրիկ այս հրաշքը, դուք որում հպատակ եք, ինչ իշխանությունով ըրիկ, ուրգեր ունիք այս լիազորությունը։ Տեսեք, այսօր աշխարհ և կրոնականներ գահարցնեն Քրիստոսը քարոզող եկեղեցու։ Այսօր եկեղեցիներ կան, որոնք Քրիստոսը կքարոզեն։ Եվ եկեղեցիներում հարց կդրվի։ Ուրգե է ձեր պատկանելիությունը։ Ուրգե է ձեր լիազորությունը։ Հիսուս Քրիստոսը քարոզը։ Սատուգեցիները, հալևի սատուգեցիները, ինձին երկուշ։ Հալևցիները շատ լավ հասկանում են ինձի։ Ով քեզի հրաման տվա ավետարանը քարոզել, հագո պատասխան։ Ինչ պետք է պատասխանեմ, սիտուք սուպիրք չեք կարդացած։ Փացեք գործարակերոց, 8-րդ գլուխ, և ով կտեսնեք, որ ցիրուցան եղածները գբդդեին ու խոսքը գքարոզեին։ Ճիշտ է, բա 8-րդ գլուխում գասնենք, ավելի իսպետ կտեսնենք։ Հավատացյալը լիազորված է Քրիստոսի կողմանը երթալու, վգայելու, քարոզելու Քրիստոսը և այն ինչ, որ Քրիստոս իր յանքի մեջ կործեց, իր գերբարարափոխությունը։ Մարմնավոր կրոնական աշխարհին համար Քրիստոս քարոզելը սպառնալիք է, որովհետև պիտի գործընծնեն իրենց փառքը և հետևորդները։ Դուք ինչու ժողովարան գերտաք, դուք ինչու այսինչ եկեղեցին գերտաք, հավա երկով եք։ Սիրելիներ,
մարդիկ ճշմարտության ծառան։ Ես չեմ գեցած որևէ մեկը քննադատելու։ Ես հոս եմ սիրելի քույրեր եղբայրներ, ձեզ քաչալերելու, որ դուք լինեք Քրիստոսի վգաները, որովհետև դուք Քրիստոսի հանդիպեցաք եւ Քրիստոս ձեր կյանքը փոխեց։ Անոր համար այսօր ոսնեգացի հետ հավաքված եք, լսելու ոչ թե եղբայր Հակոբի, այլ լսելու Հիսուս Քրիստոսին։ Գրոնականները մտավախություն ունին։ Մենք սուկիրքի մեջ շատ կգարտանք աշխարհ բոլոր անոր ետևեն կնած։ Ուրախ չեն, որ Ղազարոսները են հարություն արավ։ Մտահոգ են, որովհետև աշխարհ Քրիստոսի ետևեն կնած։ Ինչ պիտենք կսպանենք Քրիստոսին։ Որ ինքն վերջանա իր գադարած հարությունն վերջանա։ Թե Քրիստոս հարություն առաջ չեն որոշեցին Քրիստոսը սպանել։ Ես այսօր փորձում եմ ձեզ ներկայացնել գրոնական, մարմնավոր գրոնական միտքը, որ կհագարակի Քրիստոսի դեմ։ Մարմնավոր գրոնականները կվախնան, որ կգործընծնեն իրենց թիրքը, փառքը, հետևորդները, իսկ երկրորդ գրոնական վաճառականներուն համար։ Գրոնական վաճառականներուն համար Քրիստոս քարոզերը սպառնալիք է իրեն շահին, որովհետև ճշմարիտ քարոզությունը ծրի է եւ սիրով կմատակարարվի եւ նյութական շահ չի հետապնդեր։ Պողոս Սարաքյալ գսե ոմանք աստվածպաշտությունը շահավաճառություն կներկայացնեն։ Այսօր սիրելիներ գա գրոնական շահավաճառություն։ Եթե խորանալու ըլան շատ հաներ գրնամ ցեզի ներկայացնել։ Ասիգա իրականություն է, փորձենք չքայթաղի եւ տեսնենք, որ մարդիկ գրոնքը կգործածեն վաճառականության համար։ Բարեգործությունը կգործածեն վաճառականության համար։ Հանդիպեցա, տեսա, փորձառություն ունեցա, դերը մեզի այս փորձութենեն բահել։ Լավ կսկսին, բայց լավ ավար չեն։ Ծառայելու փապակով կսկսին, երբ կծառայությունը կփոխվի, կվերածվի արձած սիրության։ Ասկի առաջացած են, երբ քարոզիչ ծառայության կգանչի հոն ստագարություն կգա։ Այսքան գումար, եթե պագասը չի կար, դերը խնայ է սիրելիներ, որ մահավատացյալ եղբոր մուքով կացի, ընդիր նվիրյալ հավատացել է, սի այսպիսի թեմա մգա, ասպես կեցավ, հագով սավ, մնակ ու բարսության մեջ, և սավ այդպիսի վաճառականները թող կեզի չմոդենան, թող չի կեզի չօգտագործեն, չշահագործեն, Սկուշանանք սիրելիներ, մեր Քրիստոսը բարձր էր, մեր Քրիստոսը արձածիրութեն է հերվիր, կարիքներ կար, կանցանակը բահող կար ու կործածվեր ամենայն հավատարմությամբ, գրոնական վաճառականության փորձութեն են թողել մեզ բայ այսօր և վաղը և մեր կարիք սերունդը։ Երորդ մենք կտեսնենք սապուգեցիներուն համար սիրելիներ, որոնք գրոնական գուսակցություններ կներկայացնեն։ Քրիստոսի քարոզությունը սպառնալիք է, որովհետև ժողովրդականություն պիտի գործընծնի։ Երբ եկեղեցին գաջի, երբ եկեղեցվո թիվը գավերնա, ինչպես գրքում սկիզբը կարտացին, թե հավատացյալներուն թիվը 5000 եղավ, Փարիսեցիները, դաջարի իշխանները, սապուգեցիները վախով բռնված իրար անցած վիճակն ունեցան, ինչու, որովհետև ժողովուրդը սկսավ Քրիստոսի հետևել։ Եվ իրենք ինչ կգործընծնեին իրենց հետևորդները։ Սապուգեցիները կհետևեին գիտության։ Ամեն ինչ գիտությունով պետք է լուծվի։ Այսօր ամբողջ Եվրոպայի աշխարհի խնդիրը այս է։ Այն գիտությունը, որ Աստված չի փառավորել,
հարասիրություն է և սնալ բարձություն։ Գիտությունը զասված հարավորելու է և գան ճիտնականներ և գան գիտություն, որոնք ուղղակի Աստուծո փառք ու բադիկ կգնան։ Փարիսեցիները և դաջալին իշխանները հարության կհավատային որպես քաղաքապարախոսություն։ Տեսեք, զսկուշ եղեք։ Իրենք գնդունեին և կհավատային, որ հարություն կա, որպես քաղաքապարախոսություն, բացատրություն էին։ Իսկ սատուկեցիները, որոնք ներկա գիտական աշխարհագալությունն է, կներկայացնեն այն խավը, որ հարության չեն հավատար։ Գիտությունը հարության չի հավատար։ Իմաստեր կա կրոնական խումբը, որ հարության կհավատար որպես քաղաքապարախոսություն, բայց չունի այդ կյանքը, և կա այստեղ խմբակցությունը, որ գիտության կհավատար, բայց ոչ հարության։ Բայց ճշմարիտ քրիստոնեության դեմ պայքարելու համար իրարու հետ կմիապանեն։ Այս օրերում մենք ասում ենք կտեսնենք, ընտիմատիվները երբ կմիապանի, երբ մեկում պիտի թիրախավորեն։ Իրենք իրարու հետ միապան չեն, բայց միապան են իրենց ուզած անձը թիրախավորելու համար։ Սատուկեցիները և փարիսեցիները չեն գրնալ միապան, բայց քրիստոնեությունը սկետնելու համար, կետնին զարնելու համար հիմա միապանած և եկած են։ Տեր Հիսուս։ Քրիստոնյա կրոնականները միապանեցան իսլամ կրոնականներուն է, որպեսզի հավելի հոգևորությունը խփեն։ Եվ ուղարկեցին մեր մոտ։ Ասի իրականություն է սիրելիներ։ Սրտիս սավով ու խոսին։ Չի գրնալու ըլլալի չէ քրիստոնեությունը իսլամության հետ միապանի, բայց միապանեցան, որպեսզի ապաշխարության քարոզությունը թափվի։ Սիրելիներ, ինչ որ գործ առաքելոցի մեջ կա հիմքն է, որ աշխարհն ինչպես կը թիմադրե եկեղեցին։ Ինչպես ուզե եկեղեցին խփել։ Պիտի գա օրեր, որ բոլոր աշխարհ պիտի միապանի ճշմարիտ քրիստոնեության և ավետարան քարոզող եկեղեցիներն դեմ, և այդ օրերը մոտ են։ Մարգարեությունները հասած են իր վերջնագետին, մոտեցած են, աշխարհ պիտի միապանի, որպեսզի հարված են քրիստոնեությունը և ավետարան քարոզող եկեղեցիները, որում անունն է ամենաթյուրին, որ գսեն մեկ կրոն։ Նպատակը քրիստոնեությունը հարվածել է, նպատակը Քրիստոսը հարվածել է։ Աշխարհ Հիսուս Քրիստոսի անվան զորությամբ հրաշագործ առաքյալներուն փանդը տրին և հաջորդ օրը ատյան կանչեցին։ Պետրոս առաքյալ իր կյանքի մեջ առաջին անգամ փանդ մտավ։ Գիտեք, մեկը երբ որ փանդարգվի, փանդել ներսուտնե, գիտեք առաջին հարցում ինչ կհարցնը, կսեն ոջիրը ինչ է։ Ես շատ անակնկալի եկա։ Օրը եղբայրը փանդարգվեցավ մեր քաղաքը։ Հրինք չրին, Պարսասիջան իսպայի հասանք, գիտեք եղբոր այցել էր փանդին մեջն է։ Կարևորը հասանք, փանդին թուրը պիտի բացի։ Պիտի տեսնենք, այդ որ թուրը պիտի բանա, սա որում մոտ եկած եք, ասենք ասինցի ասինք չեմ, ինչ կուզեք ինձի հարցն է, առաջի փորձարկում, ոջիր ինչ է, շույթ ջրում, ինչ ոջիր, եղբայրը ոջրակորդ է, ոջիրն է ինչ է։ Պետրոս առաքյալ փանդարգվեցավ, փանդ գնաց, փանդարգյալ ընկերները չէի իշտած, ինչ է ոջիրը, դրոս ինչ է եկար, ինչ էր ես,
Եկավ բժիշկվավ։ Ինչ։ Գալը բժիշկվավ դու փանդ եկար։ Տեսեք սիրելիներ աշխարհի հայացքը։ Քրիստոսը մեր ժողովներուն հայացքը։ Երբեք իրեն չէր նա կրկրել գալը։ Մարդուն առողջությունը, մարդուն փրկությունը, փոփոխությունը չէր նա կրկրել։ Ընտիմատիրները ինչու բան կրկեցին իրենց իշխանությամբ հրաշք գործած է։ Միթե բարեգործական հրաշագործությունը գալանքի է տագայ, թե քնահանդանքի կանոնավորեցին։ Ահա բասի արդարության դեմ գործված խախտումը գրոնական է, բայց արդարության դեմ ինչպես խախտում գործեցին, բարեգործը բռնեցին բանդոթը։ Եվ հաջորդ օրը Ադյան գարչեցին, Ադյանի քննությունը։ Ինչ անունով կամ ինչ զորությունով գրիք դու այս բանը, այս հրաշքը։ Պետրոս Սուրբ Հոգեով լեցված պատասխանեց, այս հրաշքը Սուրբ Հոգեի զորությունով դերի ունեցավ Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ինչպես կփրկվենք, մենք շնորհքով փրկված ենք հավատքի միջոցով։ Եթե աստվածաբանության աշակերտը ասացում եմ այն պիտի հարցնեն եւ ճիշտ պատասխանես։ Ինչպես իրականանա փրկությունը շնորհքով փրկված եք հավատքի միջոցով։ Եկեղեցին ինչպես գործելու է Սուրբ Հոգեի զորությամբ Հիսուս Քրիստոսի անունով։ Նազովեցի Հիսուս Քրիստոսի անունով սա հրաշքը գործեցին, որ դուք խաչեցիք, դուք մերժեցիք, դուք անարգեցիք եւ որ Աստված ներել հարությունից։ Դուք կմերցնեք, բայց ինքը հարություն արած է։ Իր հարությունը պահած է իր զորությունը եւ իշխանությունը։ Սիրելիներ Աստծո փառքն, Քրիստոս մեր մեջ ներկա է։ Քաչալերվեցեք Հիսուսի անունով գործելու, Հիսուսի անունով աղոթելու, որովհետև ին հարություն արած է։ Այսօր մեր նշանաբանն է, որ եկեղեցու մուտքին խաչի վրա մենք ինչ կրած ենք, մենք հավատում ենք եւ քարոզում ենք խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս։ Այս երկուքը միատեղ լինելու է, խաչյալ եւ հարուցյալ։ Ադյանի քննիչները չունեին պատասխան։ Չգրցան պատասխան։ Հետնանկով հայտարարեցին, հա, ասենք, հոգևորները դքետ եւ անուս մարդիկ են։ Հալետ մեր երիտասարդներուն համար ինչ կսեին կրոնականները հոգախտավոր։ Մենք հոգեգան խանգար ունեցողներ ենք, բայց պատասխան չունենք։ Եթե անարգվեցանք Քրիստոսի անվան համար անարգվեցանք։ Զարմանալի այն է, որ դքետ հավատացյալը ավելի իմաստություն ունի, աստվածային իմաստությունը եւ զորություն ունի, քան զարգացած անհավատը։ Անուս հավատացյալին քարոզած Քրիստոսը գերբարանա փոխել մարդուն կյանքը, քան գիտությունը։ Հալելի շուրջը քրդական քյուղեր կան։ Այնտեղ մեկ եղբայր Քրիստոսին դեր եւ փրկիչ ընդունեց, քրիչ չփրկած։ Արաբերենով այդ կենքին չի գիտեր։ Քրեն, գարտալ չի գիտեր։ Նույնիսկ արաբերենը շատ դժվար է խոսել։ Բայց շատ ուղիղ կյանք ունի։ Թացարիկ հավատ ունի։ Սուրյոմ է չէ տեսնված, մեկը որ ենթահողով ինք լինի մուսլիման, եւ իր դան դարբասին վրա խաչը զոդել, սվարգար, ասի ռուսերեն բարևակտան, քո արեստը, խաչը դեին մրացեր։ Բայց շատ ուղիղ եւ հավատքի կյանք ուներ։ Որով իր մոտ կացի, սարեգուր տեզի ես եղոր ծանոթացել։
մի եղբոր ծանոթացուց համալսարանավարտ, բարձր գիտություն, բարձր ուսում, քրակետ, քիրքի սիրահար, ասես կողքի եք որ գնանք շատ մեծ էր դարբերությունը, եղբայրս իմ ինչպես ավաշնացիր, ման ամուսնում է, սա այնատին հավատքը, այնատին ուղիղ կյանքը, ինձի Քրիստոսի առաջ, դքետ հավատացյալը, որ ապրում է և գործում է Քրիստոսի անունով, զարգացած անհավատեն ավելի ասեցություն ունի մարդկության վրա։ Սիրելի եղբայրներս ու քույրերս, երբ եկեղեցին ապրի Սուրբ Հոգիի զորությունով, երբ այսօր եկեղեցին ապրի առաջին եկեղեցվոր նման, աշխարհ միան ջարահատ սպառնալիք կրնա, և ոչ ուրիշ բան, որքան եկեղեցին հալածվեցավ, այնքան եկեղեցին դարածվեցավ։ Ադյանը արգելեց Հիսուսի անունով ապաշխարության կարոզությունը, որովհետև Պետրոս հայտարարեց, թե փրկությունը միայն Քրիստոսով է։ Միայն ուրիշ մեկով փրկություն չկա, վասնզի անգեզատ ուրիշ անունը չկա երկնքի տակ մարդոց մեջ տրված, որով կարող է փրկել։ Սիրելիներ, քաջապար վկայեցեք, Քրիստոս բոլորին է, Քրիստոսի փրկagorությունը բոլորին է, ուրիշ միջոցով փրկություն չկա։ Պետրոսի պատասխանը Ադյան է, ամենեկ Պետրոս առաքյալի նշանավոր խոսքերը մեկը, Գործք 4, 19 և 20։ Բայց Պետրոս և Հովհաննես պատասխան տվին անոնց ուզին. Աստուծո առջև ուղիղ է, դուք շիտակ կնկատեք, դուք համոզված եք, որ Աստուծո առջև ուղիղ է, որ Աստուծո մե ավելի ցեզի մտիկ ենք։ Մենք որու մտիկ պիտի անենք։ Մենք որ իշխանության պիտի հնազանդենք։ Մենք որու պիտի հետևենք, որ Աստուծո ավելի ցեզի մտիկ ենք, սին դուք կատեցիք, վասնզի մենք զայն որ տեսանք ու լսեցինք, չենք կրնար չխոսել։ Երբ որ մենք Սուրբ կսերտենք սիրելիներ, կտեսնենք Պետրոս առաքյալի նամակներու մեջ և Հովհաննես առաքյալի նամակներու մեջ, տեսեք Հիսուս 3 տարի գործեց, քարոզեց, ծառայեց հրաշքները։ Վերջում Հովհաննես առաքյալը սա եթե Հիսուսի բոլոր խոսքերը և գործերը կրելու ըլլանք, աշխարհ չի գնալ բարոնարի, այնքան շատ էր։ Աս բոլոր վիթխարի Քրիստոսի ծառայության և քարոզության մեջ, եթե Պետրոսին և Հովհաննեսին ասենք, ինչ բան հունգարելի է որոնած, մեկ բան, գրված է, մինչև այսօր մենք կգարտա այլայլությունը։ Մենք կսե անոր պարքը տեսանք, լսեցինք, երկինք հենց այն շոշափեցինք, չեք կրնար չի վկայել։ Առաքյալը ինչ կսե, զայն որ տեսանք, ու լսեցինք, շոշափեցինք, անգարելի է։ Անգարելի է սիրելիներ, որ վերստին ծնունդ ունեցող հավատացյալը չի վկայել։ Անգարելի է երեխամը ձնի և չլա։ Աստված չնե մեր երեխա ունենա ձնտակերը և չլա։ Դե ինչ կնշանակի։ Մահացածը։ Անցյալներ մեր բարեկամին հետ պատահեցավ, սա սենց բա մեր գլխում չեղեկացրեց, այսպիսի բան է մեր գլխում եկավ։ Երեխան ձնած մահացավ։ Սի մեր ասմի մեջ եղել է, մամասնձի պատմել է։ Երեխան որ ձնի պիտի լա։ Կյանք ունի, նոր կյանքը սկսավ։ Վերստին ծնունդ ունեցող հավատացյալը կվկայել։ Թեկուզ երբեմն քախնի կվկայել, թեկուզ երբեմն փոքր շրջանների մեջ կվկայել, բայց փոխված կյանքը չի թաքնվիր։ Անպայմանորեն աղոթքով, երգով, եկեղեցիով, վկայությունով, ծառայությունով մի կերպ կդրսևորվի։ Այսօր մենք որում հնազանդ ենք, Աստուծո, թե մարդոց,
թե մեր գաղթվածությունները։ Մենք բանը մեջ ենք, կամ Աստծո գերեին ենք, կամ մարդոց կարաճեցում ենք, կամ մեր մեղքերում կերին դարձած ենք։ Այսօր ինչ վկայություն ունիս աշխարհին դառնում, ինչ պիտի ներկայացնես աշխարհին։ Կրնաս քաչապար վկայել, որ դու Հիսուս Քրիստոսի աշակերտ ես։ Այսօր մեր կյանքերը կվկայեն, թե մենք Քրիստոսի հետևորդ ենք։ Վերջին նախատասությունս։ Կերպարանափոխված կյանքը մեծագույն վկայություն է։ Եթե մեր կյանքերը չփոխված, եթե ես նոր Հակոբ, եթե եղբայրը նոր Էդգար, եթե Հարութը նոր Հարութը չէ, մենք վկայություն չունենք։ Մենք չենք կրնալ Հիսուս Քրիստոսի վկաները ըլլալ։ Դերից է դարատ ավեսնորդն է վիրեն եղբայրներ, որպեսի քաչապարս եք, մարդոց մե ավելի Աստուծո հնազանդիկ պետք է։ Զայն որ ապրեցա և զայն որ փոխվեցա, չեմ կրնալ չվկա։